Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման եւ դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մրցնելու փորձերի համար։ Քարոզարշավի 20-րդ օրը վարչապետը դարձյալ սպառնաց գլխավոր ընդդիմախոսներին նետել բանտ։ Երեկվանից է վրդովված Նիկոլ Փաշինյանը գնացել է տուն փորձել YouTube-ով ոչ քաղաքական մի հաղորդում նայել։ Ընթացքում գովազդ է միացել, իսկ բովանդակությունն այսօր Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմեց գրեթե բոլոր բնակավայրերում։ Ինչ որ մի բան եմ նայում, ֆիլմ եմ նայում, մեկը գովազդ ալ։ Մի հատ կին երեխու հետ մտնում մանկապարտեզ հայերեն։ Գովազդ ասում է երեխուս բերել եմ մանկապարտեզ ընդունեք բան, տնօրենն էլ, մանկապարտեզի տնօրենը, տենց կիսա ժպիտով, ասում է դե գիտեք ինչ, Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չեն կար։ Ես ասում եմ այդ հոլովակը նկարողը հոգեկան հիվանդ է, իսկ այդ հոլովակի պատվեր տղողը լրտեսա, Կալուգացի դու նստելու ես բանտում տասնամյակներով, որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես։ 300,000 ադրբեջանցիների մասին գրեթե ամեն օր հայտարարում են իշխանության գլխավոր ընդդիմախոսները։ Նրանք պնդում են, թե Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ադրբեջանցիները գալու են եւ բնակվեն Հայաստանում։ Վարչապետը հայտարարեց, թե ընդդիմադիրները փորձում են բացել այս թեման, որն իրենք փակել են դեռ 2024-ին։ Այդ թեման իրանք լրտեսական միսիայով մտցնում են Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ։ Մենք այդ թեման փակել ենք անդառնալիորեն 2024 թվին, ասելով հայտարարելով Լեռնային Ղարաբաղի շարժման ավարտի եւ շարունակելու մասին։ Այո, մենք փակել ենք 500,000 հայ-ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման։ Նիկոլ Փաշինյանը սակայն չասաց, թե ինչու է այս, ինչպես ինքը ձևակերպեց փակված թեմայով Նախիջևանում հունիսի կեսերին կազմակերպվելու Վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն կոնգրեսը։ Անցած շաբաթ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել էր այդ փառատոնին, նշելով, թե դա խաղաղության խոսույթի մեջ չի տեղավորվում։ Քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը եւ դրա հովանավորումը կամ աջակցությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության եւ բարեդրացիության, միմյանց քաղաքական ուրեմն անկախության եւ տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի եւ գործընթացի շրջանակներում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։ Վարչապետը, որ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին եւ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանին անցած 20 օրերին կոշտ քննադատել ու տարբեր մեղադրանքներ է ուղղել, այսօր նաեւ ասաց, թե նրանք գալու են մեղրին տալու։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է քարոզարշավի անցած օրերին մարդկանց պատմել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այդուհանդերձ, որ ընդդիմադիրները մեղրին չհանձնեն, նա ընտրողներից այսօր մանդատ խնդրեց։ Այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը դրանք մեղրին տվողների խումբն է եւ իրանք պետքա Հայաստանի պետության համար դատվեն եւ տասնամյակով բաց նստեն։ Տվեք ինձ այդ մանդատը։ Ես ասում եմ, բոլորը գծերը անցել են։ Կալուգացի օլիգարխը Ռոբերտ Քոչարյանը, այն բելարուսացի են մեկը պետքա նստեն բանտ, իսկ տվեք այդ մանդատը, նրանք պետքա տասնամյակ անցկացնեն բանտում, եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար,
Նիկոլ Փաշինյանը, որ համարում է Ղարաբաղյան հարցը փակելով երկիրը վերջապես դուրս է բերել թակարդից, այսօր Հայաստանի գոյությունը որպես պետություն կապեց թրիփ ծրագրի հետ։ Ասաց, առաջիկա 100 տարին Հայաստանը գոյություն կունենա, որովհետև կա հայ-ամերիկյան թրիփ նախագիծը 45 տարով, հետագայում եւս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Մենք մեր պատմության ընթացքում երբեք չենք ունեցել մի ժամանակաշրջան, որ մեր դիմացը 100 տարվա հեռանկար ունենանք։ Սա մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամն է, որ մենք մեր դիմացը 100 տարվա պլան ունենք, եւ սա մեծ իրադարձություն է, եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ այդ իրադարձության առիթով։ Արամուսում անդրադարձավ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր դիրքորոշումների փոփոխությանը։ Նրան լսողներից մի կին առարկեց, վարչապետն անմիջապես հրահանգեց ոստիկանությանը հեռացնել այլ կարծիք ունեցող այդ կնոջը, ավելին հեգնեց քաղաքացուն։ Ոստիկանություն տարեք սուպերմարկետ, կալուգացին 200,000 դրամ տվեք, թող մտնի սուպերմարկետ առևտուրը անի։ Սուպերմարկետ սխալ ուղղությամբ եք տանում, սուպերմարկետ տարեք, թող իր այսօրվա 200,000-ի առևտուրը անի։ Արցախի խնդրին, խաղաղությանը, թոշակին, ապահովագրությանը, սպասվող զորահանդեսին զուգահեռ Կամարից բնակավայրում վարչապետը հավաքվածներին նաև բացատրեց, թե ինչու է պերաշկի ուտում։ Ես պերաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Այո, ես ուտում եմ, որովհետև երեխեքներն են ուտում։ Եվ ասում եմ, այս ընտրություններում պերաշկի ուտողները պետք է ընտրեն պերաշկի ուտողներին։ Կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողներին։ Այս ելույթից հետո Նիկոլ Փաշինյանին արդեն ավանդական դարձած հյուրասիրության սեղանը ճոխ թվաց։ Ուտելիքն առատ էր, իսկ ինքն ընդամենը րոպեներ առաջ էր մարդկանց ասում, թե պերաշկի կարտոֆիլ ուտող սովորական քաղաքացի է։ ԹՊԱ-ականներն այսօր սեղանի շուրջ անցկացրին մոտ 10 րոպե։ Ալեն Սիմոնյանը չհրաժարվեց մսից, վարչապետը համտեսեց նախ ելակ, հետո միս, լավաշ, բանջարեղեն, խուրմա։